Պարոն Վարդոսյան, մենք լսում ենք իշխանության հայտարարությունները եւ ես ուզում եմ առանձնացնել մի հայտարարություն, որպես իրավաբան, փաստաբան ձեր գնահատականները լսել, հա։ ԿՊԱ-կան падգամավոր Լիլիթ Ստեփանյանը շաբաթներ առաջ նոյեմբերի 5-ին հայտարարեց, որ իրենք ԱԱԾ-ի միջոցով ունեն կոմպրոմատներ, այսինքն իշխանության ղեկին գտնվողը եւ բոլոր այն հոգեվորականները, ովքեր չեն ուզում խայտարակվել, պիտի ուղղակի ենթարկվեն իրենց։ Սա օրենքի տեսանկյունից ինչ է, մեկ, եւ երկրորդը ինչու են գնում նման ցինիզմի, հա, այսինքն անել ապօրինություն եւ դրա մասին խոսել։ Լիլիթ Ստեփանյան փաստորեն, լսել էի, անունը չգիտեի։ Իրենք պարզապես օգտվում են մեր հասարակության մակարդակից։ Մեր հասարակության մակարդակը շատ ցածր է։ Ես կասեի խայտառակ ցածր։ Կարևորը անկարևորից զատելու հնարավորություն ցավոք սրտի մեր հասարակությունը չունի, չգիտեմ ինչ պատճառով։ Գիտելիքների պակասն է, գուցե դաստիարակությունն է այդպիսին, տեսեք, հասարակությունը կենտրոնանում է բովանդակության վրա, այն կոմպրոմատների, որոնք հրապարակվում են։ Մինչդեռ առողջ հասարակությանը հետաքրքիր չէր լինի ինչ է հրապարակվել, կհետաքրքրեր մի բան, սա ոնց հրապարակվեց, սա ով կուտակեց։ Տեսեք, ԱՄՆ-ում Վոլտերգեյթյան սկանդալը հիշում եք, ոչ մեկ չի հիշում, ի վերջո հաջողվեց ընդդիմադիր քաղաքական ուժի գրասենյակում ինչ-որ հետաքրքիր բան ձայնագրել, թե չէ։ Ոչ մեկ հիմա որ մանել գաք չեք գտնի այդ բովանդակությունը, բոլորին հետաքրքրում էր փաստը, որ օրվա իշխանության հաճոյանալու համար հատուկ ծառայությունները քաղաքական այլախոհների գրասենյակում տեղադրել էին գաղտնալսող սարքեր, վերջ, նախագահան գնաց, մինչև հիմա հիշում են, որպես խայտառակություն։ Այսինքն փաստը, որ կարող են հատուկ ծառայությունները նման բանի համար օգտագործվել, սա է խայտառակությունը, ոչ թե այն ինչ որ իրենք ձայնագրում են։ Ինչ որ իրենք ձայնագրում են, յուրաքանչյուրի անձնական կյանքն է, որտեղ էլ ինչ ձայնագրեն, մի հետաքրքիր բան դուրս կգա։ Բայց հասարակությունը մեր դրան չի արձագանքում։ Հասկանում եք, այդ հասկանալու հնարավորությունը չկա։ Սա ինչ է կա, սա է քանդում մեր պետությունը, սա է մեր հասարակությունը սարքում Չ կլասի հասարակություն դրանից բխող բոլոր հետևանքներով։ Դրանք էլ օգտվում են այս իրավիճակից, արդեն այդ Լիլիթ ասցիք, հա, այս մեկը չհասկանալով, նա չէ, ես լսեցի դրա խոսքը, ինքը չի հասկանում ինչա խոսում։ Ինքը չի հասկանում, որ ինքը հաղորդում է տալիս փունջ հանցագործությունների մասին եւ այդ մարդուն ում մասին որ խոսում է, որ նա կկանչի, սեղանին կդնի, բան, նրան փորը տվեց, բրծավ։ Այդ առանց ստեղ հասկանալու խնդիր է։ Այլը Փաշինյանի պարագայում ինքը հասկանում է, չէ՞, բայց այնքան է ոգևորված այս իրավիճակով, նա էլ հասկանալով հանդերձ թույլ է տալիս իրավիճակներ, անոնսներ է թույլ տալիս իրեն Facebook-ում անել, որոնք իրեն հնարավորություն չեն տալիս վաղը մյուս օր կռուտի տանել։ Այդ հնարավորությունից իրեն էլ է զրկում, որովհետև տեսեք, հրապարակվեց ինչ-որ տեսանյութ, հետո սկսեցին իրենք փորձել թիմով դա դատապարտել, թե ինչպես դա կարելի է հրապարակել, չէ, ինչու, որովհետև այդտեղ էլ բնազդային վախն առաջանում, որ վաղը մյուս օր պատասխան տալու ժամանակ կարող է գա, բայց այդ դեպքում բոլորը մոռացան, որ անոնսը շեֆն էր արել, նախօրոք, գիտեք, ինքը զարմանալի է, որ նման իրավիճակներում էլի եմ ասում, ոգևորվում է այն աշճան, որ այդ սահմանագծերն էլ է հատում, գոնե իր ինքնապաշտպանության տեսակետից, ասենք լրի հետո խոսա, չէ, ինքը չի դիմա, ինքը խոսում է, հետո տեղի է ունենում այդ հրապարակումը։ Լրագրողի մի քիչ, հա, էլի, տենց էլ ճիշտ եք ասում, երբեք է դրանից ինքը շարունակում է մրցակցության մեջ լինել։ Հա, զարմաց է, կարող է, գիտեք, կարող է վաղը հրապարակվել առանց հղման ինքը նեղվեր դրանից, հա, իհարկե, ոնց թե։ Մենք այսքան բանարինք եկանք իշխանության, որ այս ամեն ինչին տիրապետենք, սկսենք հրապարակել, հանգարց հղումը չլինի օֆիցիալ, թե ով դա արեց, կարա լինի այդ իրավիճակը։ Պարոն Վարդոսյան, իրավական երկրում ինչ պիտի տեղի ունենար նորմալ հասարակության պայմաններում, երբ որ իշխանական падգամավորը իշխանության ղեկին գտնվողի ընտանեկան լրատվամիջոցի եթերում նման հաղորդում է տալիս։ Նորմալ երկրում կլներ նորմալ իրավապահ համակարգ, որը չէր լինի քաղաքական օրվա իշխանության լիդերի կամակատարը։
Դրանից բխող բոլոր հետևանքները։ Հիմա գործիքակազմերը կլինեին գործարկված, քրեական վարույթներ կլինեին, ձերբակալված անձինք, խայտառակություն, կգնային կպարզեին ով է պաշտոնական դիրքը չարաշահե, ով է այդ ձայնագրություններն իրականացրել, ինչ իրավունքով, ով է հանձնարարել, ով է հիմա օգտագործել, որտեղ են դրանք պահված։ Վարչապետը վաղուց հրաժարական տված կլներ, այդտեղ երկրորդ կարծիք չկա, եթե նստած չլներ լավագույն դեպքում իր համար։ Այս նորմալ հասարակությունում, նորմալ պետությունում այս ամեն ինչը կաշխատեր։ Մեր մոտ հարուցվել է քրեական վարույթ, այդ փաստով։ Հարուցման օրը ես ասեցի, որ սա արվել է մի նպատակով, որ մի թուղթ գրեն, ասեն ով է տեսանյութի մարդիկ ովքեր են։ Նրանք ինչ պիտի գնան քննեն, որտեղից է տեսանյութը հրապարակվեց։ Այդ ով կարա այդ քննի 5 րոպե։ Այդ իրապահ համակարգի ղեկավարները 5 րոպե փորձեն դա քննել, իրանք կնստեն։ Գիտեք հետաքրքիրը ինչն է։ Հետաքրքիրն այն է, որ ասում են անձնական կյանքի գաղտնիություն։ Դիցուք եկեք պատկերացնենք մի պա դա իրական է։ Ասենք ինչպես է լինում, որ երկու անձի վերաբերվող ինտիմ բնույթի տեսանյութի փորձաքննության պատասխանը տալիս են երրորդ անձի։ Սա եւս իրավախախտում չէ։ Տեսեք, այդ նախ ծիծաղելի է այդ փորձաքննությունը, այդ րոպեների ընթացքում իրականացված աշկաչը, հետո ես սա իմ ասածն են հիմնավորում։ Ես որ ասում եմ, այս վարույթը նախաձեռնել են ոչ թե որ պարզեն ինչ ա եղել, այլ թղթեր գրեն սրան նրան բաժանեն, իրանք հիմնավորում են իրանց գործողություններով։ Կանչում են ինչ որ հոգեվորականների քննչական կոմիտե, որոնք ոչ մի կապ չունեն այդ վարույթի հետ։ Ասում են, եկեք, ձեզ թուղթ մի հատ, գործի նյութ, տեսեք, ընդ կհավաքվեք, արդեն դուք գիտեք ինչ եք պիտի անեք, գծած արդեն։ Էսի առանձին վարույթի թեմա է, այսինքն էս էլ պիտի մի հատ քննվի, էս ինչ էր, էսում եք, էս ինչով եք զբաղված։ Գիտեք, ես արդեն իրավիճակ այնպիսին է, իրավական մեկնաբանություններ ստեղ տալու բան չկա։ Խայտառակության չափսամանը վաղուց անցել է։ Միայն այս պատմության դրվագով կարծում տասնյակ քրեական գործեր պիտի հարուցվեն։ Մեկը 3 հանրայինի եթերում դրանից առաջ առավոտի եթերում ընչեց Մասյացոտնի թեմի առաջնորդը Գևորգ եպիսկոպոսը հայտարարեց, որ իրենց առաջ դրել են փաստաթղթեր, արձանագրություններ հանդիպումների, որ Վեհափար Հայրապետը ներողություն արտադրության համար գործակալ է։ Այսինքն պետական գաղտնիք, եթե նման բան կա, պետական գաղտնիքը ում ուզում տալիս են, այսինքն եկեք ծանոթացեք, որ մյուս կողմից այդ ինչն է վստահություն տվել Գևորգ Սարոյանին, որ այդպես վստահում է իրեն ներկայացրած փաստերին։ Այսպես ասած։ Տարօրինակ է, որ թղթեր են դրել, ճիշտ կլներ վիսկի դնեին իր առաջ, սիգար, այո, թանկարժեք, վիսկին եւ սիգարը։ Ոչ մի թուղթ էլ պետք չէր դնել։ Մի անգամից Պետրոսը կարար գար, նկարանող խմբով, չես կարող տենց էլ եղել է։ Ինչ ուզում եք որպես փաստաբան ես հիմա սա կարանամ ոնց մեկնաբանեմ։ Ոնց մեկնաբան, այսինքն հոգևոր առաջնորդը մեր ժողովրդի գործակալ է եղել, կան փաստաթղթեր, որոնք իրավական ընթացակարգով չեն օգտագործվում են այդ ինչ որ դրվում են, ինչ որ այդ տղայի դիմաց, հա? Ինչ մեկնա, սա անհնար է մեկնաբանել։ Ասենք պատկերացնում եք, ասենք Մակրոնը, Պուտինը, Տրամպը կանչեն ինչ որ հոգևորականների եւ իրենց ասենք պետական գաղտնիք հանդիսացող փաստաթղթեր դնեն, ասեն այս մեկը գործակալ է, այլ մեկը գործակալ է։ Բայց միևնույն ժամանակ դուք արդարացիորեն նկատեցիք, քրեական գործեր չլինեն։ Չէ, չեմ կարող պատկերացնել։ Այդ մարդիկ մեկ օր չէին կարող ղեկավարել իրենց պետությունները, անկախ նրանից այդ պետությունները հռչակված են ժողովրդավարական պետություններ, թե ոչ։ Այստեղ անգամ այս սահմաններից ենք մենք դուրս։ Չկա պետություն, որևէ դասակարգմամբ, անգամ բռնապետություն, որտեղ բռնապետը նման բաներով զբաղվի, կամ զբաղված լինի, չեք էլ գտնի պատմության մեջ։ Այստեղ նաև պետությունն ու պետական ինստիտուտները հարգելու խնդիր է։ Անկախ նրանից նորից եմ ասում, դու քեզ դրել ես օրենքից վերև, բայց քո ղեկավարած պետությունը գոնե մի քիչ պիտի հարգես։
մենք ստեղ գործ ունենք նաև այդ հարգանքի լիակատար բացակայության հետ, ցավոք սրտի։ Պարոն Մարասյան, մի հարց եմ նաև ուզում տալ, արդեն որպես նաև եկեղեցու հետևորդ, հա, դուք լսեցիք Գևորգ եպիսկոպոսին։ Ձեր համար ինչպիսին էր իր վարքագիծը ձեր գնահատմամբ, սա մեկ եւ երկրորդը նաեւ մյուս եպիսկոպոսների արդյոք պարզը չէ ցանկացած այդ թվում նաեւ 1700-ամյա կառույց նորոգման կարիք ունի։ Արդյոք հնարավոր է որևէ կառույց նորոգել arczepiskopos Կճոյանի միջոցով։ Տեսեք, այո, arczepiskopos Կճոյանը այն անձն էր, ում եկեղեցուց վանելով կարելի էր մաքրել եկեղեցին, այո, այդ մարդը հատուկ էր ստեղծվել նրա համար, որ եկեղեցին մաքրվի։ Ես հիմա իմ խոսքը քննադատական տարեր է պարունակելու ուղղված վեհապարին, բայց ոչ թող պարունակի։ Հենց այդ դրա մասին էի նաև ուզում ձեր կարծիքը հարցնել, հա, որպես եկեղեցու հետևորդ։ Գևորգ եպիսկոպոսը ասում է, եթե վատնենք, ինչու են մեզ պահել եկեղեցում։ Սա էլ կարծեք թե որքանով էլ որ մերժել կարելի է իր այսօրվա վարքագիծը, հարց է, չէ՞ որ տալիս է։ Մի քիչ կա այդտեղ ճշմարտության տար, մի կողմից, մյուս կողմից էլ գուցե այս ամեն ինչի միջով պիտի անցնեինք, որ իմանայինք Գևորգ Սրբազաններն ովքեր են։ Իմ մոտ վախեցած մարդու տպավորությունն է ինքը թողնում, անկեղծ ասած, ես համոզված եմ, որ իր կամքով չի ինքը հայտնվել այն վիճակում, որ հայտնվել է, բայց դա ամեն պարագայում եպիսկոպոսին հարիր վիճակ չի։ Եթե քեզ դրել են մի իրավիճակում, որտեղից դու ելք չունես, դու պիտի սքեմդ հանես, գնաս տուն, որովհետև դու պատասխանատվություն ունես, հատկապես մեր բոլորիս առջև, մեր հավատավոր ժողովրդի, հատկապես քո թեմի, քո համար են, որում կարծես թե ստեղծված թեմի ժողովրդի համար, դու ունես պատասխանատվություն, եթե իրավիճակն այնպիսին է, որ դու վախեցած ես, դու գնա տուն, դարձիր արման, հանգիստ քո կյանքով ապրի, դու իրավունք չունես գնալ այն քայլերին, որոնց դու գնում ես։ Ինչ վերաբերում է, նորից եմ ասում, ինչու էին այդ մարդիկ եկեղեցում, ես կարծում եմ իրանցից բացի շատ մարդիկ էլ կան, որոնք եկեղեցում պետք է չլինեին, բայց դա ցավոք սրտի հիմա արդեն քննարկելու թեմա չի, որովհետև դա կոպիտ ասած մեր ու մեր եկեղեցու հարցերն են։ Նիկոլ Փաշինյանը եւ իր մանկլավիկները որևէ նպատակ չունեն եկեղեցին ոչ մաքրելու, իրենց բացարձակապես այդ կառույցը չի հետաքրքրում։ Կլինի այսօր վաղը չի լինի, իրանց չի հետաքրքրում, դրա համար դա իրենց գործը չի։ Բայց մյուս կողմից էլ եկեղեցու բարձրաստիճան հոգեվորականների խավը, եթե կարողանան իհարկե այս ամեն ինչին դիմակայել, անցնել առաջ, պիտի այս ամեն ինչից շատ լուրջ հետևություններ անել։